պարտադիր պատասխանատվության։ Նախ գիտեք, արդյոք ես այդքան միամիտ եմ կամ մտածում եմ, որ այս իշխանությունը ազնիվ քննելու են բոլոր գործերը, բացահայտեն, պատժեն։ Գիտեք, իրավաբանների մոտ մի այսպիսի արտահայտություն կա, երբ գործը քննվում է, ասում է ամենակարևոր հարցը որն է, կարևոր հարցերից, որ главное не выйти на самих себя։ Հիմա այսինքն դուք կարծում եք իշխանությունը, որը ինքը անձամբ ամեն ինչ կազմակերպում է, կառավարության ղեկավար, որը տառապում է անձնիշխանության մոլուցքով։ Երկրում հաստատված է անձնիշխանություն, կուսակցապետություն, ամեն ինչ ծառայում է մեկ կուսակցության շահերի։ Այսինքն արդյոք նրանք բացահայտելու են։ Իհարկե մենք հեռու ենք այդ մտքից, բայց սա ինչի համար է կարևոր։ Նախ այո, հանրային վերահսկողության ներքո պահել։ Մեր հանրությունը պետք է իմանա, որ նաև այսպիսի սխեմա է գործում, եւ մեր քաղաքացիները սրանից մենք ավելի պետք է պաշտպանենք մեր քաղաքացիներին, նրանք մեր քաղաքացիներին ուղղվող գլխավոր ուղերձը որն է, որ մենք բոլորս պետք է լուծենք մեր երկրի այս հարցը, որը պետք է լուծվի միայն այս իշխանության փոփոխությամբ, միայն մեր քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ ընտրություններին սա տեսնելով, որ կա իրականում, որ ավելի է գնալով քայքայվում, մեր իրավական համակարգը էրոզիայի է հիմա շատ արագ կերպով ենթարկվում։ Եվ մեր քաղաքացիները բոլորով միասին այս հարցը մենք պետք է լուծենք, որովհետև այս իշխանությունը բնականաբար չի ելնելու ինքը իրեն ձերբակալել, այսինքն մենք հանրային վերահսկողություն, բայց շատ հեռու ենք, չէ՞, այն մտքից մտածելու, որ հանկարծ օրինակ այդպես է լինելու։ Եվ մենք այս քանի օրը կտեսնենք դա։ Դրա համար ես կարծում եմ ամենակարևոր հարցը, որ մեր քաղաքացիները միահամուռ կերպով մենք բոլորով պետք է լուծենք այս հարցը հանուն արդարության հաստատելու եւ ես մեր քաղաքական ուժը ամեն ինչ անելու ենք նաեւ պաշտպանելու համար մեր քաղաքացիներին։ Իսկ գաղտնալսումները, գիտեք, ես կարծում եմ մեզ վաղուց են գաղտնալսում նրանք եւ սա Նիկոլ Փաշինյանը ապացուցել է, որ սա պարզապես վարքագիծն է, նրանց այս ստեղծած համակարգի բաղադրատար է ուղղակի։ Չէ, հանգիստ չենք, բայց այդպես է, դրա համար դու անես թե չանես, դա նրանց սինդրոմն է, այսպես, առանց դրա վստահ եմ, որ չեն կարողանալու։ Դրա համար մեր խնդիրն է, որ ամեն ինչ անենք, բայց այն նպատակը, տեսեք, որին մենք ձգտում ենք, շատ ավելի բարձր է եւ պետք է ամեն ինչ անենք մեր քաղաքացիների նաեւ հակառակը սրանով էլ ավելի պետքա ցույց տանք, որ նրանք պաշտպանված է, որ չվախենան հանկարծ այս իշխանությունից։ Այս իշխանությունները չեն կարողանալու ոչինչ անել, նրանք վախենում են ամեն քաղաքացուց, գիշերային մղձավանջի պես վախենում են ամեն մարդուց, սարսափում են ամեն մարդուց, դրա համար ամեն ինչ անում են, ինչու են այս ամեն անում, որ հեռու պահեն մարդկանց ընտրություններից, իսկ հակառակը մենք ընտրություններով միայն կարող ենք լուծել այս հարցը, այսինքն մենք բոլորով կարող ենք լուծել այս խնդիրը։ Լուսինե Բադանյան, Նորոսիատեյը, պարոն Թմբյան, դուք վերջերս գործարկել եք թեժգիր, դիմումներ լինում են արդյոք եւ հատկապես ինչ խնդիրներով են դիմում քաղաքացիները։ Այո, դիմումներ լինում են, դիմումները, քանի որ մենք թեժգիծը հայտարարել ենք, որ վերաբերում է ընտրական, այս նախընտրական քարոզչության հետ կապված քաղաքացիներին սպառնալուն, վախեցնելուն եւ դրանք կանխարգելելու մեր քաղաքացիներին պաշտպանված պահելուն, ապա այո, իհարկե ստանում ենք արդեն տասնյակ ահազանգեր ենք ստացել։ Մենք այդ ահազանգերը, երբ գնում ենք տեղեր, մարդկանց հետ հանդիպումներ ենք ունենում, շատ ավելի շատ են։ Այդ ահազանգերի կամ այսպես ահաբեկումների, սպառնալիքների ձևերը տարբեր են։ Մի դեպքում գնում են մարդկանց տներ, օրինակ դա շատ է տարածված մարզերում ու գյուղերում։
ստիպում են մարդկանց դուրս չգալ տներից, որպեսզի չհանդիպեն հանդիպումներ չունենան այն ընդդիմության այն ներկայացուցիչներից, ովքեր եկել են նախընտրական քարոզարշավի, սպառնում են աշխատանքից ազատելու եւ այլն, բայց ես նորից ասում եմ, որ մեր քաղաքացիները հստակ գիտակցեն, որ նրանց ընտրությունը չեն կարողանալ վերահսկել, որտեղ գլխավոր վախեցնելու գլխավոր քայլերից մեկը որն է կամ որ նրանք մեր քաղաքացիների անընդհատ վախեցնում են, որ մեկ է ամեն ինչ իմացվելու է, մեկ է ամեն ինչ որոշված է եւ այլն, իրականում մեր որոշումը մեր ձեռքն է եւ նրանք չեն կարողանալու որևէ կերպ վերահսկել, թե մեր քաղաքացիները ում են ընտրել, ու դրա համար է որ այս ասուլիսը եւ այս թեժգիծը ուղղված է հենց այդ նպատակի, որովհետեւ մենք պաշտպանենք մեր քաղաքացիներին։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ երկիրը դուրս են բերել քաղաքից, դուք եք այս երկիրը ժողովրդավարություն դարձրել, դուք համաձայն եք Նախ տնօրենների ազատման հարցով, տեսեք, իրականում ինչ է տեղի ունենում, նրանք մեղքը գցելով տնօրենների վրա ամիայն փորձում են այդպես ազատվել իրենք։ Այս սխեմայի առանձնահատկությունը որն է, որ սա վերևից ներքև է, պետական բարձր մակարդակով համակարգվում է։ Սա է գլխավոր հարցը։ Եվ նաև մեր իմիջիալոց տնօրեններն ու ուսուցիչներն պետք է իմանան, որ ցանկացած դեպքում, երբ հանկարծ քաղաքականապես որևէ քայլ ձեռք չտվեց իշխանության, նրանք միանգամից նրանցից են ազատվելու։ Իսկ ինչ վերաբերվում է տնօրենների եւ տնօրեններին հենց այսպես ազատման, այստեղ նախ նրանք ակնհայտորեն չարաշահում են լիազորությունները, որովհետև ես արդեն ասացի, որևէ իրավունք չկա տնօրենի չի կարող վարչապետը նման ուղղակի հանձնարարական տալ։ Այդ ծառայական քննություն իրականացնողները հենց այդ սխեմայի անդամներ են, որոնք իրականացնում են հարկադրանքի համար ռեսուրսներ են հավաքագրում, միջոցներ են ձեռնարկում, ստիպում են մարդկանց եւ այլն։ Եվ իհարկե մյուսը դա արվում է, որպեսզի այս վերնախավը դուրս գա մեջից եւ հարցը չառաջանա, բան նրանց մեղավորությունը։ Այստեղ է գլխավոր խնդիրը։ Հիմա ժողովրդավարությունը։ Այսօր այն ինչ կա, ժողովրդավարության մեծ ճակերտներում ժողովրդավարության անվան ներքո այն է ինչ մենք այսքան տարի ունեցել ենք այլ ավելի այլասերված ձևերով մասսայական դարձած մեր քաղաքացիներին ահաբեկելու, սպառնալու նաև ձևերով է իրականացվում։ Սա ընդհանրապես կապ չունի ժողովրդավարության հետ, երբ երկրում կա անձնիշխանություն ու ամեն ինչ ծառայում է մեկ կուսակցության շահերի։ Այդ ժողովրդավարությունը նրանք որպես շղարշ են պահում։ Շղարշ են պահում, եւ որտեղ իրականում ինչն է շղարշ է նաև այդ խաղաղությունը, պաճիկներն ու սրտիկները իբր, իսկ իրականում տակը մի սխեմա է, որով ամեն օր ահաբեկում են մարդկանց։ Առաջինը այս հարցը պետք է լուծեն մեր քաղաքացիները, որովհետև սա մեր երկրի հարցն է։ Ես ուզում եմ մեր քաղաքացիներին, գիտեք, դիմելով ինչ ուղեր ցղել։ Ժողովուրդ ջան, սիրելի քաղաքացիներ, մենք պետք է լուծենք մեր երկրում առկա խնդիրները։
տեսեք ինչ վիճակում է մեր երկիրը։ Իշխանությունը ստեղծել է մի հատ այսպես հանցավոր սխեմա, որտեղ հստակ դերերի բաշխումով համակարգված գործում է բացահայտ իշխանության չարաշահում եւ անընդհատ այս իշխանության բարձրաստիճան պաշտոնատար անձինք մնալու այնպես են ստեղծել այս սխեման, որ մնան անպատիժ, իսկ մնացածը արդեն ներքևներում այսպես ասած անընդհատ ենթարկվեն պատասխանատվության։ Ես դրա համար նաև հանուն նրա եմ ասում, որ սա հենց այն գլխավոր, գիտեք, այն ուղերձն այն խնդիրներն են, որ իրոք ցույց է տալիս, որ մենք պետք է մեր հարցերը լուծենք եւ պատմական նշանակության այս կարևոր ընտրություններում։ Մյուսը մեր հետընտրական զարգացման հետ կապված։ Մենք մշակած ունենք բոլոր իրավիճակների հետ կապված մեր քայլերը։ Մենք հիմա ունենք հստակ օրակարգ, մասնակցում ենք ընտրություններին, մենք ըստ նաև հետազոտությունների տարբեր արդյունքների վաղուց հաղթահարել ենք շեմը։ Հիմա մենք մեր քաղաքացիների հետ հանդիպումներում ամեն ինչ անում ենք, ներկայացնում ենք մեր քաղաքացիներին, որպեսզի նրանց վստահությունը ստանանք եւ մնացածը արդեն ըստ ընտրությունների արդյունքների արդեն կլինեն զարգացումներ։ Մենք ես ձեզ արդեն ասացի, որ ունենք բոլոր իրավիճակների համար նախատեսած մեր քայլերը։ Հիմա տեսեք, մենք այս պահին մասնակցում ենք հստակ ընտրություններին մասնակցելու եւ հաղթելու օրակարգով։ Մենք մնացած իրավիճակները կքննարկենք ընտրությունների արդյունքներից հետո, բայց ունենք բոլոր իրավիճակների համար նախատեսված հստակ քայլեր։ Շնորհակալություն։